Երկնքի արքայությունը նմանվեց ագարակում թաքնված գանձի, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Այսինքն երկնքի արքայությունը դա գանձ է, որը պետք է մենք գտնենք հայտնագործությունը։ Մինչև մարդը իր մեջ այդ հայտնագործությունը չարեց, գյուտը չարեց, չի գտնել երկնքի արքայությունը։ Եվ ով որ փնտրում է, նա գտնում է, ով որ խնդրում է, նրան տրվում է, որ հայցում է, ստանում է, որ բախում է, բացվում է։ Որտեղ պիտի հայցենք, որտեղ պիտի փնտրենք, որտեղ պիտի գտնենք։ Լուսնի վրա, Մարսի վրա, Յուպիտերի վրա, չէ։ Ոչ Մարսի, ոչ Յուպիտերի, ոչ էլ Վեներայի վրա պիտի գտնենք։ Մենք մեր մեջ փնտրում ենք երկնքի արքայության գանձը։ Ինքը մեր մեջ է թաքնված, ինքը շատ պարզ է ու հասարակ է։ Տեսել եք Մարգարիտը որտեղ է։ Մարգարիտը ծովի հատակին է լինում։ Եթե մեկ ուզում է Մարգարիտ գտնել, պիտի մինչև հատակը հասնի։ Բայց դժվար է հատակ հասնելը։ Շատ անգամ մենք ծովի երեսին ալիքների վրա խարխափում ենք, խեղդվում ենք։ Մի նորմալ չենք էլ կարող խեղդվենք մեր մեջ ասած։ Ու կարող ենք մի լավ խեղդվել, կհասնենք ծովի հատակ։ Այդ ալիքները ո՞րն են։ Մեր միտքն է։ Մենք մեր մտքի մակարդակի վրա ալեկոծվում ենք, հա։ Իբրև թե ուժեղ մենք ալիքների վրա լողում ենք, գնում ենք, գալիս ենք, բայց մոռանում ենք, որ մենք միայն մեր ալիքների վրա ենք նավարկում, ուրիշ ոչինչ։ Մենք Մարգարիտից շատ հեռու ենք, որ մեր հոգու խորքում է։ Մեր մտքի մակարդակի վրա փրփուր ենք կուր տալիս։ Խեղդվում ենք, հելում ենք, ասում ենք, այ հես անգամ չխեղդվեցի, փրկվեցի։ Հետո նորից էլ խեղդվում ենք, բայց չենք ուզում խեղդվենք։ Խեղդվելինը չենք ուզում մեռնենք։ Մինչև չմեռնես, հարություն չես առնի։ Մեղքի պայքարում մենք հազիվ փրփուր ենք կուր տալիս։ Այսի արինք են, ինչ արինք, էսի արինք, էսի ստացվեց են, ինչ ստված, մենք չենք հաղթահարում մեղքը։ Մենք մեր մտքի մակարդակից չենք իջնում խորք։ Մեր հոգու խորքը, որ իջնենք, այնտեղ խաղաղություն է։ Ծովի երեսին միշտ ալեկոծություն է, միշտ աղմուկ է, երբեմն շատ, երբեմն քիչ, բայց վերջնական խաղաղություն չկա ծովի երեսին։ Այդպես էլ մեր միտքն է։ Մեր մտքի մակարդակին երբեք կատարյալ խաղաղություն չի լինելու։ Հարաբերական խաղաղություն կլինի, ալիքները կհանդարտվեն, երբեմն փոթորիկ կլինի, երբեմն մրիկ կլինի, երբեմն ալեկոծություն կլինի, բայց մշտական խաղաղություն, ինչպես ծովի հատակում է, չի լինելու երբեք։ Մենք պետք է հիշենք, որ մենք ծովի երեսին ենք։ Եվ ծովի երեսի մակերեսը շատ ավելի քիչ է, քան ծովի ընդհանուր մակերեսը, ծավալը, շատ քիչ է, բայց մենք միշտ այդ ծովի երեսի մակերեսն ենք տեսնում, ծովի ամբողջական ծավալը չենք տեսնում։ Պողոս Առաքյալն ասում է, խոսում եմ սիրո մասին, խորություն, լայնություն, բարձրություն, տարածություն, անսահմանություն, այդ մեր հոգու խորքն է, այդ ամբողջական ծավալը մեր հոգու խորքն է, մենք այդ գեղեցիկ անծայրածիր տարածությունը չենք տեսում, ծով երեսին փրփուրների վրա խեղդվում ենք, իբրև թե մի մեծ հրաշք են գործում, բայց երբ որ մենք կարողացանք խեղդվել, այսինքն մեղքի դեմ պայքարել մինչև մահու աստիճան, այդ պայքարի մեջ մեռնել, իջնել ծովի հատակ, կտեսնենք թե ինչ խաղաղություն կա այնտեղ, ու էլ չենք ուզենա վերև բարձրանալ, որովհետև նորից պետք է խեղդվենք, որից պետք է փրփուր կուր տանք, կմնանք այնտեղ ծովի հատակում արքայիտը գտնենք երկնքի արքայությունը, խաղաղությունը կգտնենք եւ մեզ էլ ոչ ոք չի։ Եվ մեր միջի երկնքի արքայությունը մեզ ամեն ինչ կտա։ Եվ կվերանա անվստահությունը, կվերանա վախը։ Վախը տարբեր պատճառներից է գալիս։ Հիմնականում առաջին պատճառը վախի դա չափահաս մարդու մասին է խոսքը։
նյութական անապահովությունն է գալիս։ Նյութական անապահովություն առաջացնում է վախ։ Ինչի վրա է հիմնված նյութական անապահովությունը աշխարհիկ երևույթների վրա, որտեղ քրիստոնյան շատ նյութական պահանջներ չունի։ Երբ իր նյութական պահանջները շատանում, երբ որ ինքը իր երկնքի արքայության գանձը չի գտել։ Այսինքն երբ որ ինքը ծովի երեսին խեղդվում, ինչքան պահանջ ասես ունի։ Ոնց անեմ, լաստ ճարեմ, ոնց անեմ, լողամ, ոնց անեմ, առագաստը բացեմ, այս փոթորիկից փրկվեմ։ Թող այդ բոլորը։ Իջի ծովի հատակ, այնտեղ ոչ լաստ բացելու կարիք կա, ոչ առագաստ բացելու, ոչ էլ ընդհանրապես նավով նավարկելու կարիք կա, չկա, ոչ մի կարիք։ Իջի ծովի հատակ, այնտեղ խաղաղություն է։ Երկնքի արքայությունը գտնես, ձկների հետ կկերակրվես։ Ձկները ոնց են ուտում, ասում են այք երկնքի թռչուններն, ասում ոչ ուտում են, ոչ դեմարանում են։ Ուրեմն, երբ որ դու գտնում ես երկնքի արքայությունը, քո նյութական պահանջները, անհրաժեշտ կարիքները խիստ կրճատվում են։ Մնում են միայն խիստ անհրաժեշտ բաներ, ուտելիք, հագնելիք, մնալու վայր, всё, ուրիշ բան քեզ պետք չի։ Բայց երբ որ դու չես գտել երկնքի արքայությունը, քո այդ հոգևոր սովը դառնում է մարմնավոր սով։ Հոգևոր կարիքը դառնում է մարմնավոր կարիք։ Դու ուզում ես քո հոգու ծարավը, հոգու սովը, հոգու քաղցը լցնել նյութով։ Նյութ ասելով մենակ հաց չի, կերակուր չի։ Ինչ ասես այսօր կա նյութի իմաստով։ Պաշտոն, պատիվ, հաճույք, փառք եւ ուրիշ բաներ, որոնք ցավոք սրտի մեզ համար ոչ թե մարմնավոր կարիք են դառնում, այլ հոգևոր կարիք են դառնում, բայց բնականաբար հոգին դրանով չի սնվում եւ մենք խաբվում ենք անընդհատ, որտեղ մեր մեջ չեն գտել երկնքի արքայություն։ Ուրեմն առաջին վախը գալիս է այդ նյութական անապահովության զգացումից։ Ինչպես ենք հաղթահարում երկնքի արքայությունը գտնելով։ Երկնքի արքայությունը գտնում ենք, մենք շատ էլ կարիքներ չենք ունենում։ Երկրորդ վախը գալիս է հարազատ բարեկամների կորուստից կամ մահվանից, այսպես ասեմ, մահվանից, հիվանդությունից, փորձությունից, հա։ Երբ որ դու գտնում ես երկնքի արքայությունը, հավիտենական կյանքը եւ վստահում ես Տիրոջը, այլևս բոլորին ես հանձնում Քրիստոսին։ Եվ տեսնում ես Աստծո ներկայությունը քո եւ քո զավակների, քո մտերիմների կյանքում, թե Աստված որքան արդար ու ճիշտ ուղղորդություն է տալիս քեզ քո ընտանիքին, այնքան շատ հետաքրքիր խոսք ունի ժողովուրդ, ասում է Աստված մարդուն ամեն մեկին իր սրտով է տալիս։ Ինչ է նշանակում դա։ Մարդը ինչ որ ուզում է, նայել Աստված տալիս է։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է նահատակներն ինչ էին ուզում են հանուն Քրիստոսի նահատակվել։ Եվ տալիս էր նահատակություն, թույլ էր տալիս, որ սուրբերին սպանեին, որտեղ իրենք էդ էին ուզում։ Իրենց մեջ այնքան էր սեր, որ ուզում էին զոհաբերվել, առանց զոհաբերություն սիրո չկա, ուրեմն սուտ ենք ասում մենք։ Եթե դու չենք գնում են Քրիստոսի անվան համար զոհաբերվում, ուրեմն մեր սերը սուտ է։ Եվ ուզում էին զոհաբերություն, տալիս էր զոհաբերություն։ Այս աշխարհական մարդիկ ինչ են ուզում, մարմնավոր, նյութական, մեղավոր մարդը, ուզում է հարստություն, ուզում է ապահովություն, հանդարտավետություն, հաճույքներ է ուզում, որը աղբ է համեմատած սուրբերի նահատակության։ Ուզում են տալիս է, բայց մյուսից զրկվում ենք ցավոք սրտի, եթե մենք միայն սա ենք ուզում, նա չենք ուզում, երկուսը չի կարող։ Կամ սեր ու զոհաբերություն ես ուզում եւ ստանում ես։ Մնացած ինչ որ պետք է Աստված կտա, պակաս բան չեք ունենա։ Բայց եթե մենք զրկվում ենք, հրաժարվում ենք սիրո զոհաբերությունից, միայն նյութական ու մարմնավորն ենք ուզում, մեր սրտի համաձայն Աստված մեզ տալու է։ Մեր սրտի համաձայն, մեր սիրտը ինչ որ ուզում է, աղբ ուզում, աղբ ենք ուտելու։ Սեր ենք ուզում, սեր ենք ուտելու։ Եվ այս երկրորդ վախը գալիս է մահվանից, ինչպես ասացինք։
Երբ որ մենք վստահում ենք Տիրոջով եւ այդ վստահությունը դառնում է իրական հավատքի ներկայություն, այսինքն մենք հավատում ենք եւ տեսնում ենք, որ Աստված ինչպես որ պետք է մեր եւ մեր շրջապատի, մեր հավատացյալների, մեր քույրերի, մեր եղբայրների, մեր ծնողների կյանքում ճիշտ ձևով կարգավորել է։ Այնպես ինչպես որ մարդը ուզում է, ամեն մարդուն իր սրտի համաձայն է տվել Աստված, էլ ինչ ենք ուզում։ Եթե մարդը ինչ ուզում Աստված տալիս է, բայց իմաստուն ձևով էլի, ամեն մարդու սրտի համաձայն Աստված տալիս է, էլ ինչ ենք ուզում Աստծուց, մենք չունենք մենք Աստծուց որևէ բան ուզելու, որտեղ չենք ուզում երկնքի արքայությունը։ Եթե ուզենք երկնքի արքայությունը, նա մնացածը ավելիով կտա, բայց քանի որ չենք ուզում երկնքի արքայությունը, մնացածը ավելիով չի տալիս։ Կամ տալիս է այնքան, որքան որ ճիշտ է օգտակար է, ոչ թե ավելիով։ Երբ է մարդու մոտ ունեցվածքը պակաս լինում, երբ որ մարդը ինքը չի բավարարվում, երբ որ մարդը բավարարվում է, իր մոտ ունեցվածքը միշտ ավել է լինում։ Բայց երբ որ մարդը չի բավարարվում իր ունեցածով, իր մոտ միշտ պակաս է լինում։ Հենց դրա մասին ասում է Քրիստոս, որ դուք երկնքի արքայությունը գտնեք ձեր մեջ, խաղաղությունը գտնեք, մնացածը միշտ ավել է լինելու ձեզ մոտ, բայց երբ որ չգտնեք, միշտ պակաս է լինելու, որտեղ ձեր արժեք լինել է նյութական մարմնավորը, ում երկրորդ վախը գալիս է հենց մահվան կորստից։ Եվ ամենավտանգավոր վախը, որին մենք շատ անգամ ուշադրություն չենք դարձնում եւ չենք էլ հասկանում, վախ անորոշությունից, չգիտակցված, չտրամաբանված, չհասկացված վախ, պատճառ չկա, չպատճառաբանված վախ, չգիտենք ինչ դա վախ, դա ուղղակի սատանայի ներգործությունն է, սատանան այս տեսակ վախն է մեր մեջ ներշնչում եւ մեզ տանում է կործանվան, որտեվ մահվանից վախը հայտնի է, ունեցվածքի կորստից վախը հայտնի է եւ մյուս վախերը հայտնի են մեզ համար, բայց այս անորոշությունից չպատճառաբանված, չհասկացված վախը շատ անհայտ է եւ կործանարար է։ Երբ այդ գալիս, երբ որ մեր մտքում խավար է, երբ որ մեր մտքում լույսը չկա Քրիստոսի, եթե լույսը չկա, խավարը չկա, ուրախություն, երջանկություն չկա, ուրեմն վախը պետք է մտնի։ Խավարն ու լույսը իրար հետ չեն համատեղվում։ Կամ խավար պետք է կամ լույս լինի։ Եթե դու քո մեջ լույսը չկա, ուրեմն խավարը պետք է լինի։ Այդ անորոշության ու չպատճառաբանված վախը գալիս է, երբ որ մենք լույսից կտրվում ենք, երբ որ մենք աղոթքից կտրվում ենք, երբ որ մենք Տիրոջ ներկայությունը չենք զգում։ Այսինքն դրան էլ հակադրում ենք աղոթքը, դրան էլ հակադրում ենք Աստված պաշտությունը եւ սրա դեմ ամենից շատ պետք է պայքարենք, որ մեր մեջ անորոշություն, չպատճառաբանված վախ, խավար չպետք է լինի։ Մեր մեջ Քրիստոսի լույսը պետք է լինի։ Եվ երբ այսպես ինչպես ինքը մեր դեմ պայքարում այդ վախ հասկացությունը, մենք իր դեմ ամեն նույն ձևով պայքարում ենք, կարողանում ենք հաղթահարել ամեն մեկին յուրովի եւ մեր մեջ խաղաղություն է լսում։ Վախին պետք է վախեցնել, հաղթել եւ դուրս անել մեր միջից։ Այն ժամանակ մեր մեջ խաղաղություն կհաստատվի, երկնքի արքայություն կհաստատվի, էլ այլևս չենք վախենա։ Իսկ եթե վախը հաղթահարեցիք, ուրեմն իմացեք, որ այլևս անպարտելի ենք։ Ինչու մեզ պետք է Քրիստոսի սիրուց հեռացնի։ Մահը, չարչարանքները, երկնքում եղածները, թե երկրի վրա, ոչ մի բան մեզ չի կարող Քրիստոսի սիրուց հեռացնել։ Ամեն։